մարդկանց տրամադրությունները մենք որ չափում ենք, ուղղակի աղետալի վիճակը, իրավիճակը աղետալի է, ասես ձևակերպեմ, ուրեմն 1.85-ից մինչև 3, 1-3-ի հարաբերակցությամբ ինքը պարտվում է նայած տարբեր տեղեր, չգիտեմ Երևան կամ Գյումրի կամ Մասիս կամ Էջմիածին կամ Գեղարքունիք, խայտառակ վիճակ է իր մոտ, ընդ որում կարող եմ ասեմ, որ պոտենցիալը, որ ինքը կարողանա վերականգնի, իմ կարծիքով այլևս չկա։ Եվ հաշվառելով այդ հանգամանքը, ինքը մենք ունենք այդպես ինֆորմացիա, որ իր շրջապատում ինքը մեղադրել է իր թիմակիցներին, որ ձեր պատճառով է վարկանի շահանգում ապրել, եւ ենթադրել է, որ եթե ինքը մտնի անձամբ մարդկանց հետ շփվի, միգուցե կարողանա վերականգնի, այսինքն ոնց որ մարդը իր տարիքը չի ճանաչում, ասենք տենց էլ ցանկացած քաղաքական գործիչ չի զգում, որ իր ժամանակը եկել է արդեն, դա օբյեկտիվ վիճակ է։ Հիմա ինքը Նորմալ իր տարիքը զգում է, չի զգում։ Ну, ես էլ ասեմ, մեծ մասը ցան օբյեկտիվ լինենք, մարդկանց մեծ մասը իրանց տանիքը չի զգում։ Եվ վիճակում են հայտնվում։ Չէ, մեծ մասը մարդիկ իրանց տանիքը չեն զգում, տարիքը չեն զգում։ Մարդ կարող 80 տարեկան, 70 տարեկան լինի, բայց մարդը չի ուզում հաշտվի այն բանից, որ ինքը տարիքը արդեն մեծ է։ Հիմա քաղաքական գործիչների պարագայում մի քիչ ուրիշ է։ Քաղաքական գործիչները, երբ որ երկար ժամանակ կառավարում են, իրանք չեն զգում, որ իրան ժամանակն անցել է։